ԱՄՆ նախագահը նախատեսում է մինչև դեկտեմբերի 25-ը հայտարարել իր Գազայի պլանի երկրորդ փուլի իրականացման մասին։ Դեկտեմբերի 4-ին հաղորդել է Axios-ը։ Թրամփը նախատեսում է հայտարարել, որ Գազայի խաղաղության գործընթացը մտել է իր երկրորդ փուլ եւ մինչև Սուրբ Ծնունդ կներկայացնի անկլավի նոր կառավարման կառուցվածքը, ասվում է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքով Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ լավ լուրեր կլինեն հավանաբար առաջիկա շաբաթներին։ Կարծում եմ, որ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ լիովին չենք հասել դրան։ Հուսով եմ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այդ ճակատում լավ լուրեր կլինեն։ Չինաստանն ու Ֆրանսիան արտահայտել են իրենց հանձնարարությունը Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Այս մասին ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Չինաստան այցի շրջանակներում։ Ուկրաինայի հարցում Չինաստանն ու Ֆրանսիան աջակցում են բոլոր ջանքերին, որոնք ուղղված են ռազմական գործողությունները դադարեցնելուն եւ խաղաղությունը վերականգնելուն, հիմնվելով միջազգային իրավունքի եւ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ադրբեջան, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Ադրբեջան նախատեսված է հաջորդ շաբաթ։